Հաղորդման գլխավոր հովանավորն է Մոբիլ Ստարտ։ Սկսենք երթևեկել անվտանգ։ Հաղորդման հովանավոր Սիլմազա։ Մազա, բնական միրգ, իրական համ։ Որոշել եք սովորել ավտոմեքենա վարել ու չեք կողմնորոշվում ինչից սկսել եւ ում դիմել։ Մենք առաջարկում ենք այս հարցի լավագույն լուծումը՝ Մոբիլ Ստարտ։ Հայաստանում միակ ավտոդպրոցը, որը ստացել է լիցենզիա Ավտոմոբիլային ֆեդերացիայի եւ Կրթության գիտության նախարարության կողմից։ Գործունեության 13 տարիների ընթացքում ունեցել է շուրջ 10,000 շրջանավարտ։ Խմբակային, անհատական, երկու լեզվով եւ հատուկ մարզասարքով պարապմունքներ։ Վարման դասընթացներն անց են կացվում Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենաներով։ Մոբիլ Ստարտ։ Սկսենք երթևեկել անվտանգ։ Մազա, բնական միրգ, իրական համ։ Ուրախություն բոլոր սպորտի սիրահարներին, Քեշուա Արմենիան ներկայացնում է իր նոր վերաբացված խանութ սրահը Քեշուա եւ Սոլոնյակ բրենդային հանդերձանքի նոր տեսականիով։ Հասցե Խորենացի 112։ Հաղթանակած եռագույնը Վրաստանում։ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին ընթരാճ։ Հայ ավտոմրցաշավորդները մեկնեցին Վրաստան, Բագորյանի քաղաք, ուր ապացուցեցին, որ տարածաշրջանում լավագույնն են նաև ավտոսպորտի օֆրոդ ասպարեզում։ Վրաստանի Բագորյանի քաղաքի անանցանելի ճանապարհներին հաղթահարելով ցուրտն ու խոչընդոտը, սառույցն ու ձյունը, մեր մրցաշավորդները վերադառնում են բարձրագույն պարգևներով, բարձր պրոֆեսիոնալիզմ, հաղթելու անսահման մեծ ցանկություն, որն իրականություն է դառնում անկախ տեղանքից ու պայմաններից։ Ու այս ամենը, ինչպես միշտ, լուսաբանում է Կենտրոն հեռուստաընկերության ավտոդրայվը։ Ողջույն, եթերում ավտոդրայվն է։ Մենք շատ ուրախ ենք կրկին ձեզ տեսնել էկրանների մոտ։ Համոզված եմ, դուք չեք զղջա, որ առաջիկա 25 րոպեներն անցկացնելու եք մեզ հետ։ Իսկ ավտոդրայվը միշտ աշխատում է, որպեսզի ձեր օրը լինի ավելի հագեցած ու բովանդակալից։ Այսօրվա մեր թողարկումը լուսաբանում է շատ յուրահատուկ մի իրադարձություն՝ Arm Trophy 2016։ Այս մրցությունը մեր հանրապետությունում անցկացվում է ոչ այնքան հաճախ, սակայն հուսով ենք, որ կազմակերպիչները կփորձեն ավելի հաճախակի ուրախացնել մեզ այսպիսի իրադարձություններով։ Իդեպ, ինչպես հայաստանյան մյուս օֆրոդ մրցությունները, այս մեկը ևս կազմակերպել է 4x4 օֆրոդ ակումբը։ Այնպես որ թեժ մրցակցության եւ էքստրիմի պակաս հաստատ չեք զգա։ Կարծում եմ արդեն պարզ է, որ մենք ականատեսն ենք լինելու օֆրոդ մրցության, բայց այս մեկի յուրահատկությունն այն է, որ անցկացվում է գիշերով, իսկ մրցուղին անցկացված է Տավուշի լեռներում, Սառնաջուր գետի ափին գտնվող Ենոքավան գյուղի գեղատեսիլ լեռնալանջերի։ Արդեն գայթակղիչ է, այնպես չէ՞։ Եվ արդեն մեկնարկելու ժամանակն է։
ավտոմեքենաները մեկը մյուսի հետևից սլանում են դեպի անհայտություն։ Ինչքան ես պիլոտ տվե դա։ 24 րոպե։ Օրո կոնոչը ո՞նց։ Մոտորը էստես տա։ Արա շուտ արա, հետ արի։ Արա հետ արի, արա շուտ արա։ Իշի գոջիո, ո՞ր։ Շուտ արի, արա։ Տիպի մենյու եմ ուզում, դու ասա լա, քանի պրոցենտ կապել։ Այդո, շուտ արա, հետ արա։ Մրցությունը սկսված է։ Մի քանի խոսքով ներկայացնեմ կանոնները։ Մրցուղու տարբեր հատվածներում առանձնացված են հսկիչ կետեր, որոնք ունեն իրենց համարները։ Անձնակազմերից պահանջվում է հնարավոր բոլոր միջոցներով հասնել այդ կետերը, ամենագնացը մոտեցնել նշված համարին այնքան, որ հնարավոր լինի հպվել ավտոմեքենային ու համարին միաժամանակ եւ լուսանկարվել այդ դիրքում։ Ամեն դասից հաղթող է ճանաչվում այն անձնակազմը, որը անցնում է իր դասի համար նախատեսված բոլոր հսկիչ կետերը եւ դա անում է հնարավորինս կարճ ժամանակում։ Դե ինչ, կանոնները կարծում եմ պարզ են։ Մնում է հաջողություն մաղթենք մեր մասնակիցներին։ Ամենագնացները ըստ իրենց հզորության եւ մոդիֆիկացված լինելու չափորոշիչներով բաժանվում են 3 դասի՝ TR1, TR2 եւ TR3։ Կարծում եմ արդեն պարզ է, որ հզորությունները ըստ դասերի ավելանում են։ Այս հանգամանքը հաշվի առնելով կազմակերպիչները յուրաքանչյուր դասի համար առանձնացրել են համապատասխան մրցուղի։ Շատ հետաքրքրական է, որ մրցությունը անցկացվում է մթության պայմաններում։ Այս հանգամանքը լրացուցիչ դժվարություն է ստեղծում մեր բոլոր մասնակիցների համար։ Դե իհարկե, նրանք ստիպված են լինում հսկիչ համարները փնտրել ծառերի մեջ, իսկ մթության մեջ դա ինչ խոսք ամենահաճելի զբաղմունքներից չէ։ Անձնակազմերը օգտագործում են նաև ճոպանակները։ Առանց այս խելացի հարմարանքի կարելի է ասել օֆրոդ մրցությունն անիմաստ կլինի։ Արգիշտին ներկայացնում է TR3 դասը։ Իդեպ այս դասում գրանցված է եւս մեկ անձնակազմ՝ Դավիթ Մարտիրոսյան, Էդուարդ Գայֆաջյան։ Այս մրցության յուրահատկություններից մեկն այն է, որ պետք է կարողանալ ճիշտ կողմից մոտենալ հսկիչ կետին։ Այլապես չի բացառվում, որ անձնակազմը ստիպված լինի հաղթահարել հսկայական տարածություն, որպեսզի շրջանցի արգելքը եւ կարողանա ավտոմեքենան հնարավորինս մոտեցնել հսկիչ համարին։ Չմոռանանք, որ անձնակազմի շտուրմանը կամ հենց վարորդը պետք է կարողանա հպվել հսկիչ համարին եւ ավտոմեքենային միաժամանակ։ Ահա եւս մեկ լուսանկար։ Սա իհարկե միավորներ կավելացնի անձնակազմի հաշվին։ Շատ կարևոր է ճիշտ կողմնորոշվել մթության մեջ, այստեղ մոլորվելը այնքան էլ բարդ գործ չէ։ Առավելևս, եթե հանկարծ ավտոմեքենան թաղվի ու անհրաժեշտ լինի կողմնակի օգնություն, էվակուացիան կլինի միայն ցերեկը, մրցության ավարտից հետո։ Դավիթը կանգ չի առնում ոչ մի խոչընդոտի առաջ։ Նա բավական մեծ արագությամբ ընթանում է գրունտային ճանապարհով։ Ահա փոխօգնության հիանալի օրինակ։ Եվս մեկ լուսանկար։
Մեկնարկում են մյուս դասի մասնակիցները, TR1։ Այս դասում գրանցված է 7 անձնակազմ՝ Եղամ Սաֆարյան եւ Աշոտ Արուշանյան, Գևորգ Եղյան եւ Ստեփան Մարտիրոսյան, Արմեն Ղազարյան եւ Վիկտոր Կոմիսարով, Ռուբեն, Ալբերտ Թորոյան եւ Հայկ Քոսյան, Գագիկ Խուգոյան եւ Պողոս Խուգոյան, Կարեն Գրիգորյան եւ Վահագն Լևոնյան։ Այստեղ ավելորդ չեմ համարում նշել, որ միայն այս անձնակազմին է հաջողվել անցնել բոլոր հսկիչ կետերը։ Միայն մի բան մնաց անհասկանալի. ինչպես է այս անձնակազմին հաջողվել մթության մեջ գտնել մեխը, որով ամրացված է եղել հսկիչ կետի ցուցանակը եւ լուսանկարվել մեխի հետ։ Կեցեք տղաներ։ Արգիշտի ամենագնացը կարծես հայտնվել է կողաշրջման վտանգի առաջ։ Այն նույնիսկ ամրացված է ծառից, որպեսզի ամբողջովին չհայտնվի կողաշրջված դրության մեջ։ Իսկ ահա նրան օգնության է շտապում Դավիթ Մարտիրոսյանի ղեկավարած անձնակազմը։ Ինչ խոսք, շատ գովելի է, որ մրցության ժամանակ ոխերի մրցակիցները նախ եւ առաջ լավ ընկերներ են ու միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել մեկը մյուսին։ Երակվարեք նորմալ հաճույք են կարծում։ Ապե ոչի բան չկա։ Դա ինչ է սա։ Կար, վերևից, կապոտի վրից։
Կանի, գավո, մի արա։ Պայեք, կողից պայեք իրան, որ շուր չգա։ Ծարդ պայեք։ Պայեք։ Կայնի գավո։ Կարծես մրցությունն ավարտվում է։ Անցնենք արդյունքների ամփոփմանը։ Դեռ 1 դասի մրցանակակիրներն են։ Art Trophy 2016 միջոցառման T1 դասում երրորդ տեղի ակտուղ է ճանաչվել Ստեփան Մարտիրոսյան եւ Գևորգ Եղյան անձնակազմը։ Ջիփ Ռանգլեր, Հայկ Պողոսյան, Ռուբեն Սահակյան։ Առաջի տեղ Ջիփ Ռանգլեր, Արմեն Գազարյան, Վիտյա Կամիսարը։ Третье место. Участники из Грузии. Но армяне, наши друзья. Арсен Карапетян и Миша Катоян. Второе место. Боевой экипаж из Тбилиси. Давид Челидзе, Шако Сирадзе. Առաջի տեղ Տիգրան Թորոսյան, Նարեկ Հովանիսյան։ Դաժան պայքարում, բնության հետ դաժան պայքարում եւ վերջի միակ մասնակիցը, որ հասել է ջրվեժի տոճկեն, դա շատ կարևոր է։ Պետք է տենակ Էդգար Գայֆաջյան, Դավիթ Մարտիրոսյան։ Դե ինչ, շնորհավորենք բոլոր մասնակիցներին եւ հատկապես հաղթողներին։ Մաղթենք նրանց նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ։ Իսկ մեր եթերաժամանակը սպառվեց։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն ժամին, նույն վայրում։ Իսկ բաց թողած հանդիպումները կարող եք գտնել 3w.autodrive.am կայքում։ Մեզ կարող եք գտնել նաեւ Facebook-ում։ Կհանդիպենք։ Հաղթանակած եռագույնը Վրաստանում։ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին ընթരാճ։ Հայ ավտոմրցաշավորդները մեկնեցին Վրաստան, Բագորյանի քաղաք, ուր ապացուցեցին, որ տարածաշրջանում լավագույնն են նաև ավտոսպորտի օֆրոդ ասպարեզում։ Վրաստանի Բագորյանի քաղաքի անանցանելի ճանապարհներին հաղթահարելով ցուրտն ու խոչընդոտը, սառույցնությունը, մեր մրցաշավորդները վերադառնում են բարձրագույն պարգևներով, բարձր պրոֆեսիոնալիզմ, հաղթելու անսահման մեծ ցանկություն, որն իրականություն է դառնում անկախ տեղանքից ու պայմաններից։ Ու այս ամենը, ինչպես միշտ, լուսաբանում է Կենտրոն հեռուստաընկերության Ավտոդրայվը։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Mobile Start։ Սկսենք երթևեկել անվտանգ։ Հաղորդման հովանավոր Սիլմազա։ Մազա։ Բնական միրգ, իրական համ։ Որոշել եք սովորել ավտոմեքենա վարել ու չեք կողմնորոշվում ինչից սկսել եւ ում դիմել։ Մենք առաջարկում ենք այս հարցի լավագույն լուծումը՝ Mobile Start։ Հայաստանում միակ ավտոդպրոցը, որը ստացել է լիցենզիա Ավտոմոբիլային ֆեդերացիայի եւ Կրթության գիտության նախարարության կողմից։ Գործունեության 13 տարիների ընթացքում ունեցել է շուրջ 10,000 շրջանավարտ։ Խմբակային, անհատական, երկու լեզվով եւ հատուկ մարզասարքով պարապմունքներ։ Վարման դասընթացներն անց են կացվում Mercedes-Benz Մակնիշի ավտոմեքենաներով։ Mobile Start։ Սկսենք երթևեկել
Անվտանգ։ Մազա, բնական միրգ, իրական համ։ Ի ուրախություն բոլոր սպորտի սիրահարներին, Քեշուա Արմենիան ներկայացնում է իր նոր վերաբացված խանութ սրահը Քեշուա եւ Սոլոնյակ բրենդային հանդերձանքի նոր տեսականիով։ Հասցե Խորենացի 112